Բարև ձեզ, եթերում Վերելք հաղորդաշարն է։ Մոտ մեկ շաբաթ առաջ ես հյուրընկալեցի Էդվարդ Մանվելյանին եւ բավական հետաքրքիր զրույց ունեցանք։ Այսօր վերստին հյուրընկալվել է պարոն Մանվելյանը Վերելքի տաղավարում եւ ինքը առաջարկում է մենք երկուսով քննարկենք հետեւյալ թեման՝ պետականության հիմնասյուները։ Պարոն Մանվելյան, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Վերելքի տաղավարում։ Ինչու եք այս թեման առաջարկում։ Ինչքանով արդյական եւ այս սյուները ունենք թե չունենք։ Իրականում շատ տարածական թեմա է իհարկե ու դժվար ընկալելի։ Դժվարությամբ ես կարողանում բացատրել, որ եթե որևէ կառույց պիտի պատրաստի, ասենք, տեսքով ունենանք, հա պատրաստի կառույց ենք ուզում, լավ, երազում ենք։ Կամ նպատակ ունենք, չգիտեմ, մտածում եմ, հիմա ենթադրենք ես հող ունեմ, պիտի տուն կառուցեմ դրա վրա կամած, ասենք, մտավոր գցում ես, հա, քարտեզը, որից հետո պիտի կառուցես ու պատկերացրեք աշկերտն ես փակում ենք ու սկսում ենք կտուրից կառուցելով գալ։ Կտուրն էսպես պատուհաններով իջնում ենք, չգիտեմ, առաստաղ, չգիտեմ, այստեղ մինչև հասնում ենք այդ ֆունդամենտ կոչվածի։ Հիմա մեկը ուղղակի այսպես արթնացնում է, ասում է սիրելի մարդ, իսկ կլինի ֆունդամենտից սկսենք կառուցել, հետո այնտեղ կերևա գուցե կտուրին չենք էլ հասնում, այսինքն մտավոր ֆիզիկական այս պահի դրությամբ, այս իրականության մեջ ինչ պոտենցիալ ունենք, որով կարելի է կառուցել այդ պատերը կամ չգիտեմ հասնել կտուրին, էլ չեմ ասում ներսի հարդարանքի մասին, սա ալեգորիկ իմաստով, այսինքն նախ հասկանալու համար, որ պետություն են կորցնում այդ անդադար արտահայտությունը, պետություն են կորցնում, ասում էլի ժողովուրդ, դուք պետություն չեք կորցնում, դուք կորցրել եք արդեն, պետությունը ինքն իրենից հասկանաք ինչ է պետություն, ինչ է պետականությունը, այսինքն դուք ինչ-որ մի բան կորցրել եք արդեն, որի հետևանքով արդեն կորցնում եք պետությունը, այսինքն պետությունը չեն կորցնում մի օրվա մեջ, գիտեք, հնից արթնացանք ու պարզվեց մեր դիմացի կամ կողքի հարևանը լավը չէ, վեր կացան եկան, ասենք, չգիտեմ, այն Խոշորչյան ֆիլմի հիշում եք, չէ, որ այնքան այդքան դողում մեքենայի վրա, այդ զապի վրա ֆրունզը, հա, որ քնում է մեքենայի մեջ, առողջանում է անվա դողերը տայել են, ինքը մեքենայի մեջ քնած։ Հիմա հասկանանք, պետությունը ինքն իրենից ֆիզիկական կամ ինչ-որ առարկայական երևույթ է, այսինքն ինչ-որ մարմին է, ինչ-որ տարածք է, եւ ինչ է պետականություն։ Այս մարդիկ կամ շփոթում են, հա, որովհետեւ տեսեք, ես մինչ օրս 15 տարի արդեն ապրում եմ։ Ну, մի քիչ հարաբերական իմաստով, որովհետեւ գնում եմ գալիս եմ, այդտեղ խնդիրներ կան, հա, չեմ ուզում հիմա մանրամասնել արդեն անձնականից, գնում եմ գալիս եմ, ասենք, դրսի մասին է խոսքը, բայց տուն չունեմ այդտեղ։ Տուն չունեմ այդտեղ, վարձով տունն էլ այնպես մշտական հիմունքներով չի, հա, մեկը մի օր կգա, կասի, գիտես ինչ, չգիտեմ, եղբորս տղան ենթադրենք եկավ մի տեղից, պիտի ազատես տուն, այսինքն վարձով տան մեջ դու միշտ այդ ռիսկը կա, որ այդ տանտերը մի օր քեզ կասի դուրս եկար այստեղից եւ վերջապես դու քեզ չես զգալու այնպես ինչպես քո տանը սովորական մի բան չես կարողանալ անել, ուսումս պատը քո։ Հիմա 15 տարի տուն չունեմ ես այնտեղ։ Մտածում եմ տուն ունենալու մասին։ Իմ հետ այդ պատմությունը հետ գնանք, Արծրուն ջան, մեր պատմությունը։ Ես թիվ չեմ ուզում ասել, տոկոսային որևէ բան չեմ ուզում ասել, որովհետև շատ ռիսկային է թվերի հետ խաղալ, այսպես ասած, բայց կարծում եմ, որ ժողովրդի մեծամասնությունը, գերակշիռ մեծամասնությունը գոնե 10%-ով չի տիրապետում պատմության մասին, այդ ողջ ինֆորմացիային, սեփական պատմության մասին։ Այսինքն ինչ-որ տվել են սովետական միության ժամանակ, հա, այսպես իներցիոն, այսպես կրթական համակարգով, նաև դասակարգային պայքարի տեսանկյունից։ Դու պիտի հիշես, ասենք, մենք մեր սերունդը, մեզնից մեծերը, մեզնից փոքրերը արդեն չեն հիշի, ունեինք նորագույն պատմություն, եթե չեմ սխալվում այս հաստության, հին աշխարհի պատմություն,
ՍՍՀ պատմություն, կարծեմ նոր դարերի պատմություն, ինչ-որ այսպես ՍՄԿԿ պատմություն։ ՍՍՀ մեր ՍՄԿԿ պատմություն, համագումարները ՍՄԿԿ անգիր էինք անում։ Հա, եւ ունենք հայոց պատմություն գիրքը, որը դրանցից ամենաբարակն է։ Ամենաբարակն էր, այնտեղ ինչ էր գրված էր ինչը վտանգավոր չէր Լենինյան, այսպես ասած, վարդապետությանը, հա, ինչ այսպես երակայության տոնում։ Նույնիսկ այդ հայոց պատմությունը խիստ պատվիրված, այսպես զուգահեռված էր այդ ՍՍՀ պատմության հետ, այսինքն ինչը որ պիտի խանգարեր այդ պատմության միջից վերցված էր։ Եկավ 91 թվականը, ասեցին մենք անկախ ենք, նորից չանդրադառնանք դրան, հա, բայց այդ պատմությունը չխմբագրվեց։ Այսինքն պատմությունը չդարձավ այն, ինչ որ կար ի սկզբանե, երբ որ չկար ՍՍՀ, երբ որ չկար ՍՄԿԿ կամ չկար այնի։ Հիմա փորձում ենք այս խոսել մի պատմության մասին, որը մեզ հասել է արդեն, չգիտեմ, գուցե թեև վստահ եմ երևի, թե որ ճիշտ բառը պիտի ասեմ, պատվիրված է եղել մի տեսակ այդ պատմությունը մինչև մեր օրերը։ Այսինքն վերախմբագրված պատմություն, որպեսզի եղել է, այսինքն ինչը որ եղել է իրականում մեր ժողովրդի պատմությունը մինչ օրս չի տվյալացվել այս ժողովրդին, դրա համար ժողովուրդը այսպես կծկտուր տեղյակ են, այսպես հա մենք 201 թվականին տեսակ ինչ եղավ, մենք այսպես քրիստոնեություն այսպես, հետո այնտեղ Կիլիկյան այնտեղ, այսինքն փորձում են կարճել մի բանից եւ ըստ դրա գտնել մեղավորներին։ Մեղավոր էր քրիստոնեությունը, մեղավոր էր այս հարևանը, մեղավոր էր այն հարևանը, մեղավոր էր այս հարևանը, որովհետև պատմությունը չի տվել այդ լիարժեք պատկերը, որ իրականում մեղավորները մեր սահմաններից դուրս չէին։ Իրականում սահմաններից ներս։ Վերլուծական պատմագրություն չունենք, սա է խնդիրը։ Ախր հիմա որ նորից գանք, որպեսզի թե բանը միտքը հասկանալի լինի, հա, պետության եւ պետականության։ Շատ երկար ժամանակ անց վերջապես հաջողվեց տուն ունենալ։ Դրանով արդեն պիտի շնորհակալ լինենք, որտեղ աշխարհին ինչ օրս ապրում են ազգեր, որոնք տուն չունեն։ Եթե պետությունը վերցնենք որպես տուն, այսինքն մնում են վարձով։ Հիմա մեր տան մեջ ալեգորիկ իմաստով վարձով ապրում են մարդիկ։ Մենք որ գնում ենք դուրս, դառնում ենք վարձով ապրողներ ուրիշի տան մեջ, հա, այսպես ուրիշը շատ հանգիստ կարող է ասել մի օր դուրս արի ու դու ոչինչ չեր կարող անել։ Եկանք ունեցանք մեր տունը, բայց տունը ունենալու հետ միասին պատկերացրեք գործարարներ, գիտնականներ, բժիշկներ, հանճարեղազգ։ Ես չեմ վախենում այդ բառից, որովհետև ես ծանոթ եմ մեր ժողովրդի հետ գենետիկ պոտենցիալին ու կարող եմ վստահաբար ասել, որ հանճարեղների սերունդ են տվել միշտ, բոլոր ժամանակներում։ Ոնց էր ասում, 1000 շնչին ընկնող։ Այսպես եթե բնակչության թվին նայենք, միշտ հանճարեղներ են տվել, հասկանում եք, որովհետև մի բան էր 250-ի մեջ եւ միլիոնի միջից ասեն 2 հանճարեղ, մի բան էր 1-2-3 միլիոնի միջից 20-30, ոնց որ եթե վերցնենք օրինակ Արցախի մասնակցություն հայերենական պատերազմին ու հաշվենք ասենք գեներալներով, մարշալներով, հերոսների թվով, մեկ էլ գնանք 250 միլիոնանոց սովետական։ Լավ, չասենք ավներ։ Հիմա եկան տունը վերցրեցին, տան մեջ կան հանճարեղ գիտնականներ, հանճարեղ բժիշկներ, չգիտեմ, բանվորներից բռնած ամեն ինչ ունենք, ամեն մասնագետ ունենք, բայց տան ամեն մի անկյունում ամեն մեկը դրեց իր, ինչ ասեմ, բժիշկը իր հիվանդանոցը բացեց, օրինակ, հա, հաջորդ անկյունում մի բժիշկ իր հիվանդանոցը բացեց, հաջորդ անկյունում մի բժիշկ իր հիվանդանոցը, բժիշկի կողքին ինչ-որ մեկը բացեց իր չգիտեմ, ասենք տեխնոլոգիաների այսպես, այսինքն նույն գործը նույն տան մեջ մարդիկ սկսեցին անել 6, 8, 12 կամ 22 տարբեր անկյուններում։ Եվ ուրի ինչ պիտի արվեր։ Եթե ասում եք նաև ասեք ինչ պիտի արվեր։ Դե հիմա այսինքն տեսեք, այսպես ասեմ, մի զորավոր զինտեխնիկա, օրինակ հոբ համակարգ վերցնենք, հոբ համակարգ չունենք։ Մենք չենք արտադրում հոբ համակարգ։ Այդ հոբ համակարգը, որ վերցնում ենք, բաժանում ենք մասեր, այսինքն այդ հոբ համակարգը բանով չեն խփում հանում, չէ՞, այսպես որ քսերոքսի ապարատով չեն անում, դետալ կառուցում են։ Եթե բաժանենք 100 կամ 200 կտորների կամ 300 կտորների, կստացվի, որ այդ 200 կտորներից գոնե 150-ը պատրաստել են հայերը, մեկը տան մի անկյունում, մեկը տան մի անկյունում, մեկը տան մի անկյունում։
ամեն մեկն իր պատրաստած դետալը տվել է ինչ-որ մեկին, այդ ինչ-որ մեկը այդ հոբ համակարգից ստացել է մի հատ մեխանիզմ եւ այդ հոբ համակարգը դարձել է ռուսական հոբ համակարգ, դարձել է հնդկական հոբ, չգիտեմ, պարսկական հոբ, այսինքն ամեն ինչի մեջ այս մարդիկ իրենց ներդրումն ունեին, բայց վերջնական հաշվով ինչ տեսքի որ պիտի գար, այն տեսքը որ ստանում էին վերջում, դա արդեն մերը չէր։ Հիմա տուն չունեիք, ուրիշի համար վարձով աշխատում էիք, նորմալ էր, ասենք մի դետալ կսարքեին պարսիկի համար, բյուզանդացու համար, օսմանյան կայսրություն։ Եկան տարեր, դարեր շարունակ, մեկ էլ ասեցին տուն ունենք։ Որտեղից մեզ տուն, դե սովետական միությունը։ Մի կտոր մնաց։ Հա, այսպես օժիտ այսպես ստացանք սովետական միությունից, ինչ եղավ, սովետական միությունը չկա, հա, կարծեմ դեկտեմբերի 8-ին 91 թվականի, եթե ճիշտ եմ հիշում, այսպես պաշտոնապես համարվեց սովետական միությունը արդեն գոյություն չունի, անկախացանք, թուղթը կարդացինք եւ մնացինք մեր տան մեջ եւ մեր տան մեջ արդյունքա մարդիկ շարունակեցին ամեն մեկը նույն գործն անել տարբեր անկյուններում։ Հիմա ձեզ թվում է մարդիկ գոնե 10 հոգի, 20 հոգի մարդիկ, գոնե 100 հոգի մարդ, ասենք մի մտքի մարդ չկան Հայաստանում, հազարն էլ կան արդյոք։ Ես այստեղ մի բառ հնդհատեմ, մի բառը 3 անգամ ասեցիր, որը ինձ հիշեցրեց հետևյալը, պետականության հիմնասյուներից ենք ասում, դրանցից մեկը մտածողություն է, հայրենիքի հողի զգացողություն է։ Ես դեռ 20 տարի առաջ այսպիսի միտք եմ հրապարակայնացրել, ինչ-ինչ պատճառներով մեր ժողովուրդը իր այդ պետությանը վերաբերում է որպես վարձով տարածքի։ Այս հայ ոչ որպես իրենը հասկանում ես։ Դրա համար էլ ասենք եթե համաձայն ես ինձ հետ էլի։ Հիմա այսպես նայենք, ես ամեն ինչը կառույցների տեսքով եմ ասելու։ Պետությունը դա հստակ գծված մի սահման է, որի ներսում ապրում է տվյալ ժողովուրդը, հա։ Մոզամբիկն էլ է պետություն կամ չի։ Ես չգիտեմ Մոզամբիկի ժողովուրդը գիտեմ պետականություն ինչ բան է թե չի, օրինակ նրանք էլ երկար ժամանակ Աֆրիկա, չգիտեմ Հնդկաստան, չգիտեմ, այսպես գաղութացված են եղել ֆրանսիացիներ, անգլիացիներ, պորտուգալացիներ, կարևոր չի։ Բայց պետությունը որպես այդպիսի ընդհանրապես սահմաններով գծված տարածք է, որտեղ ապրում է տվյալ ժողովուրդը, այսքան միլիոն կամ այնքան միլիոն կարևոր չի։ Պետականությունն ինքը ավելի չշոշափվող չշոշափող պետությունը կարող է շոշափել սահմանների մեջ է քարտեզ կա, քարտեզը գծված է, սա ամերիկան է, սա չգիտեմ անգլիան է, սա պետություն է։ Ինչ է մտածում անգլիացին պետականության մասին, սա լրիվ ուրիշ հարց է, բայց պետականությունը սա ազատության գաղափարն է։ Այսինքն դու ապրում ես ոչ թե վարձով, դու ապրում ես քո տան մեջ եւ դու պիտի ազատ լինես։ Դու քո տան մեջ շարունակում ես վարձով տալ արդեն քո իսկ տունը, հասկանում ես։ Պետությունը, որը դու երազել ես դարերով, պետությունը քեզ միամիտ դու դրա համար կռիվ չտվեցիր, չպատերազմեցիր, ոչինչ չարեցիր։ Չգիտեմ ով որտեղից դուրս ներս կարևոր չի, սովետական միությունը հասցրեցին այն աշխանի, փլուզվեց եւ այս տունը մնաց քեզ։ Պատկերացրու դու 100 տարի այս տան համար վարձ ես տվել։ Տանտերը մեռավ, այս տունը մնաց քեզ, այ մարդ կտակել է քեզ, քոնն արդեն քոնն է, հիմա դու պիտի կառուցես քո տունը, սա ոչ մի քո ձեռքից չի խլելու։ Բայց մարդիկ շարունակեցին ապրել սեփական տան մեջ այն նույն հոգեբանությամբ, որովհետև եթե պոստսովետական երկրների ժողովուրդներին, ես չեմ պատկերացնում, պարզապես չեմ պատկերացնում որևէ այլ ժողովրդի մեջ, ասենք այդ սովետական պրոպագանդան ավելի խոր արմատներ գցած լիներ, քան Հայաստանում, չեմ պատկերացնում։ Ամենտեղ էլ կար այդ պրոպագանդան աշխատներ, բայց մնացածը մի տեսակ արագ արթնացան, հասկացան, որ գիտես ինչ, վերջացավ, գնաց, պատմություններ գնաց, լավներ, վատներ, այստեղ չենք քննարկում սովետական միության լավ ու վատ կողմերը։ Քննարկում ենք սեփականատիրոջ գիտակցումը, որ դու քո տան մեջ վարձով չես ապրում, բայց որովհետև ազատության գաղափարը ծանոթ չէր այս մարդկանց, այս մարդիկ 70 տարի կամ 100 տարի կամ 200 տարի, չգիտեմ, եթե պատմությունը բացանք, հա, միշտ ապրել են այդ հոգեբանությամբ, որ ինչ-որ մեկը պիտի իրենց տեղը որոշի։ Ես ուժեղ գիտնական եմ, ես լավ մասնագետ եմ, բայց ինչ-որ մեկը պետք է այս ամեն ինչը որոշի, դուք որոշեք, ասեք ինչ անենք, ես էլ կանեմ այդպես։ Կենցաղային օրինակ բերեմ, որ հասկանալի լինի։ Ուրեմն երևի թե 6-րդ 7-րդ դասան էի, չեմ հիշում։
Մի օր մայրս շատ հոգնած էր, աշխատում էին այն ժամանակ սովետական միություններ, գիտեք, եկավ տուն, ասեց, տղա ջան, մեծ տղա ես, քուրել չունես, սովորի մի քիչ ինքնուրույն լինել, չեմ հասցնում, հոգնած էր շատ, ասեցի, ինչու ինքնուրույն անեմ, դե չգիտեմ, ասեց, այդ հարթուկել աբան ասեց, ես քեզ ձևերը կասեմ, մի քիչ գոնե ինձ օգնի ու մի քիչ սովորի ինքնուրույն լինել, դե տեղաշոր հավաքելը բարդ բան չի, տղա ջան։ Ես էլ մտածեցի, ասի, ինչ է, մամ, ինձ անկախություն ես ուզում տաց։ Արի պայմանավորվենք։ Ես ամեն ինչ անում եմ, տեղաշորը կհավաքեմ, շորս կարտուկեմ։ Չգիտեմ, տոհրավոտը ես ինձ կսնեմ, կգնամ այսպես, հա, ամեն ինչը կանեմ, բայց ինչ չասես, ճիշտն ես դուրս, այս ժամի կգաս, այս ժամի կգնաս, պայման եմ կնքում մամա հետ։ Ասում եմ դու ինձ անկախություն տուր, անկախություն։ Եվ թող ինձ ազատ շարժվելու իրավունք։ Մաման ասեց, շփթած իհարկե, հիշում եմ, ասեց, համաձայն եմ, տեսնեմ ինչքան կդիմանաս։ Ես այդ բառերը մինչև այսօր հիշում եմ արդյոք, որովհետև առավոտ վեր կացա, տեղաշորը ոնց հավաքի։ Այնտեղից բրթեցի, ես լացեցի իր գլխի, ոչ մի բան չի ստացվում։ Շոր պիտի հարթուկեմ։ Շոր պիտի հարթուկեմ, այն Անտեր Լենինի գլուխն էլ կպցրել էին այդ շորի վրա, ասենք ես այնց տանում բերում էի, մի պետք է հանեմ, որ նոր հարթուկեմ, թե վրամ թե հարթուկեմ այդ երևի մի օր կամ երկու օր դիմաց ասի մամա չեն կլինի այդ ազատություն չեմ ազատություն կոչվածը նորից տամ քեզ դու իմ տեղաշորն էլ հավաքես, իմ շորն էլ հարթուկես, ոչինչ, ես էլ ժամով կիշնեմ դուրս կգամ, որովհետև ես սովոր չեմ ազատության։ Այդ անկախությունը տվեցի, սպառվեց, որ մենք պիտի ամեն ինչ անենք ինքներս, բայց հասկացանք, որ մենք ոչ մի բան չենք կարողանում անել, կամ էլ անում ենք ամեն մեկս մեր համար։ Հիմա ինչ եմ ասում, 1000 կամ 2000 կամ 10000 մարդ կամ 20000 մարդ կարող են միևնույն այսպես գծի վրա մտածելով, ճիշտ մտածելով շարժվել, բայց ամեն մեկն իր նույն տան մեջ, ամեն մեկն իր անկյունում ասա մտածում։ Ամեն մեկն իր անկյունում ունի իր հիվանդանոցը, ամեն մեկն իր անկյունում ունի իր, չգիտեմ, գիտական ինչ-որ ինստիտուտ կամ չգիտեմ, այսինքն ով ինչի մեջ հմտացած է, փորձում է սա անել առանձին, երկուսը մեկ չեն դառնում, երեքը մեկ չեն դառնում։ Կարող ենք ասել, որ պետականության հիմնասյուներից մեկը մենքի զգացողությունն է, որ մի քիչ մեծ զգաստ ու որ մենք մի մեծ ընտանիք ենք եւ մեծ ընտանիքի համար է խնդիրը։ Հիշում ես Աֆրիկյան այդ ցեղի մասին, որ խոսում էինք, ես դեռ այնտեղ էի, որ կապով խոսեցինք, ասում եմ ես առանց մենքի չեմ կարող լինել ես, ասում եմ ես կամ, որովհետեւ կանք մենք, սա Աֆրիկյան այդ ցեղի է, բայց իմիջիայլոց այդ աֆրիկյան ցեղերի մեջ նաեւ մի հրաշալի այսպիսի մի բան կա, ես շատ պատահական հանդիպեցի դրան, չեմ հիշում որ ցեղն էր, բայց կարևոր չի, պաշտոն ունեն ցեղի ներսում։ Ոնց է կոչվում, կարծեմ մի անգամ հետևել եմ քո զրույցին։ Կոչվում է Թամբալի թե Գորչանովի պաշտոնական ալարկոտ։ Ալարկոտ, հա։ Այսպեսի պաշտոն էին տվել այդ մարդուն։ Ու գիտես չէ, տարին մեկ պարտադիր սա ընտրովի պաշտոն է։ Ծիծաղել կարելի է, ցեղի պաշտոնական ալարկոտ, ասում ես, եկեք տեսնեք այս աֆրիկացիները, դե որ մենք սերուն, որ մենք ցիվիլիզացիա, կրթություն, հայերն ու նրանք, չէ, ասենք այդ պաթոսը, որ ասում ես, լավ եկեք թողնենք պաթոս, եկեք տեսնենք այս մարդիկ էս ինչ են որոշել, ցեղի պաշտոնական ալարկոտ, սիրելի աֆրիկացիներ, ոչ դատարան ունեն, ոչ ՆԳ ունեն, ոչ ոստիկանություն ունեն, ոչ մի բան չունեն։ Ցեղի մասին է խոսքը, ոչ թե պետության։ Ուրեմն ցեղի պաշտոնական ալարկոտին տարին մեկ երբ որ ընտրում են, լիազորում են, գրեթե գիտես անսահմանափակ հնարավորություններ են տալիս այս մարդուն։ Ինչ ուզում ես արա, այս է։ Ցեղի պաշտոնական ալարկոտին ասում են, ինչ ուզում ես արա։ Այս ցեղի պաշտոնական ալարկոտը արցունջան, այս մարդը կարող է մտնել, չգիտեմ, ուզած այդ մեկի ասենք այդ վրանը, ասենք չգիտեմ, մեկի մածած ապտակի ու դուրս գա, որևէ մեկ իրավունք չունի այս մարդը։ Ասի այտենց եմ ուզում։ Այտենց եմ ուզում։ Ինձ լիազորել եք, ինչ ուզում ես արա, ցեղովի են ընտրում եւ ցեղովի համաձայն ես նրան ասում են, ինչ ուզում ես արա։ Չգիտեմ, գնա ճաշը շուրջ դուր։ Օրինակի մեջ։ Մի բուր ցեղվերց լատարլից հարևանի ճաշի մեջ ասակ էր, օրինակ եմ։ Բայց տես որ այս ցեղի պաշտոնական ալարկոտը ոչ մեկը որևէ ավել բան թույլ չի տալիս ցեղի դեմ։
շատ པարզ մեխանիզմ, այս մարդիկ մտածում են, եթե ես այսօր անեմ այն ինչ թույլ տա, ինչ են թույլ տալիս մարդուն, որպեսզի հասկանան այս մարդը ընդունակ է անելու մի բան ցեղի դեմ թե չէ։ Տալիս են ասում են հնարավորությունները կա, լիազորությունները կա, ոչ մեկ քեզ չի դատելու։ Կոռուպցիա կլինի, մարդասպանություն կլինի, ինչ ուզում ես արա, պատկերացնում ես։ Բայց ոչինչ չի անում այս մարդը։ Շատ པարզ գիտակցությամբ հաջորդ պաշտոնական ալարկոտը աշխարհի երեսից ուղակի կսրբի նրա ցեղը։ Նրա ցեղի ցեղը, նրա բարեկամի, նրա թորամի առանց համակարգ կա, որը զսպում է պետական լծակների։ Նրանք ոչ գիտեն անկախություն իշխանա, նրանք ոչ գիտեն հիմն ու գերբ իշխանեն, ոչ գիտեն, չգիտեմ, սահմանադրություն իշխանա, պետական լծակներ չունեն, դատարան չունեն, ոստիկանություն չունեն, չգիտեմ, գեներալներ, մարշալներ, հերոսներ, բայց գտել են մի մեխանիզմ, որով կարգապահությունը, ներքին կարգապահությունը հասցրել են ֆենոմենալ հղկման աստիճանի, որովհետև մարդիկ գնահատում են իրենց տարածքը, որովհետև մարդիկ տարածքին նայում են ոչ թե սահմաններ, որտեղ ապրում են մարդիկ, սա կոչվում է պետություն։ Եթե այդ մարդկանց այդ սահմաններից դուրս հանես, պետությունը այնտեղում է պետք։ Պետությունը դառնում է հողատարածք, որի վրա մարդ չի ապրում, այսինքն սահմանները գծված են, այնտեղ ապրում են մարդիկ, բայց պետականությունը այդ պետության ներսում դնում են մարդիկ։ Երբ որ այդ պետությունը մնաց մեզ 91 թվականին, մեզ պետականություն չմնաց, մեզ մնաց պետություն։ Պետականությունը մենք պիտի կառուցենք։ Հիմա նայում ես որպես կառույց, եթե չգիտեմ, մետաղական կոնստրուկցիաները, չգիտեմ, պիտի հավաքենք, ինքը բարդ կառույց է, հա։ Նախ պետք է հասկանալ այդ տեղում, որը վրա պիտի մենք կառուցենք արծրունչան, ինքը արդեն այսպես խախուտ ֆունդամենտ ունի։ Այսօր ես խոսում եմ այդ 70-80 տարիների մասին, մինչև դա ցարական Ռուսաստան, եթե պատմությանը նայենք, հա, կոնկրետ Ռուսաստանի մասին չի խոսքը, չգիտեմ, Եվրոպաներ, Ամերիկաներ, կարևոր չէ, այսինքն այն ամեն ինչ որ հայերը արել են բոլորովին ուրիշների համար։ Ամեն ինչ այլ են ուրիշների համար, այն ամենանշանակալի կետերում ամեն ինչ այլ են, իրենց ոչինչ չունեն, ու հանկարծ ունենում են իրենց տունը, ասում են դե հիմա արեք ձեր համար, բայց ոչինչ չեն անում։ Ես այսպեսի մի խոսք եմ ժամանակին ասել կրկնել, ի հաստատում քո այդ մտքերի, ասում եմ, եթե ես ունենայի հնարավորություն 91 թվականին, երբ անկախություն հռչակվեց, եթե հնարավորություն էր, ես այդ անջատիչը Ռուբինիկը պետության կքաշեի, ասեի, սպասեք, դուք պատրաստ չեք։ Այք ասած պետականության զգացողությունը չկար։ Սպասեք, կայացնենք նոր մտնենք այս տարածք, ասեք սանել պետությունը, բայց դա հնարավոր չէր ու եկանք ասենք այստեղ։ Անպատրաստ լինելով բացարձակ։ Գիտես ինչ։ Գրես անպատրաստը ուրիշ է, հակապետական մտածողություն ունենալը ուրիշ է։ Հիմա սա էլ քեզ ինչի պատրաստ չէինք։ Դե իրանցիալով պայմանավորված, չի տեսել այդ մարդը, անհրաժեշտ էլիտա չի եղել, որ դա ներարկի, մատուցի, այսպես։ Հիմա տես, երկու հոգի գնում են շատ ճանաչված մի կոմպոզիտորի մոտ, դաշնակահարի մոտ, ասում են, մենք ուզում ենք դաշնամուրի դասեր վարպետ, դու շատ ճանաչված, շատ հռչակավոր դաշնակահար ես, ուզում ենք դաշնամուրի դասեր վերցնել, ասում եմ սիրով, գումար պիտի խոսում, ժամ պիտի պայմանավորվեն, դե հռչակավոր մարդ, բնականամեծ գումարներ, նստեք, ասում եմ, հարցնում մեկին, ասում եմ, ինչ գիտես դու երաժշտության մասին, ընդհանրապես դաշնամուրից տեղյակ ես, ասում եմ, կեղծ ասած, բացարձակ տեղյակ չեմ, ասում եմ, բացարձակ տեղյակ չեմ, դրա համար ուզում եմ դաշնամուրի դասեր վերցնել, 0 հիմք ունեմ։ Ու պայմանական գումար ասենք, ենթադրենք, չգիտեմ, 100 ռուբլի օրինակ, լավ ա քեզ տեղավորվեց, հա, երկրորդ, ինչ հիմքեր ունես, ինչ, ու ես հասցրել եմ, 3-4 դասան գնացել եմ, օկտավաները գիտեմ, կարողանում եմ այսպես, նույնիսկ ես ինքս հորինել եմ ինչ-որ անել, ասում եմ, քեզ 1500 ռուբլի և հարցա, կարողանանք թե չէ։ Որովհետև ասում եմ, այս մարդը 0 է, դու 100 ռուբլի ես ուզում, ասում եմ, բա Ստիվ հարկադրված եմ այդ քո իմացածը։ Բա մինչև այդ քո իմացածը ես 0-ացնեմ, դու պատկերացնում ես այդ աշխատանքը։ Այսինքն հիմա օր-օրի մարդիկ փորձում են ինչ-որ մի բան կառուցել։ Մենք պիտի գնանք առաջ, մենք պիտի սա կառուցենք, պետական անգիր արած տեսլականներ, չգիտեմ, բառեր են ասում, որ երեխաներին հասկանալի չեն, երեխաները հոգնել են արդեն դրանից, մտնում են, ենթադրենք, այդ հեռախոսը տալիս են երեխեքի ծերը, երեխեքը մտնում են Facebook կամ չգիտեմ որտեղ այդ
TikTok-ներում իրանց խաղում են, այնտեղ մեկը ասում է, որ պետականություն, տեսլական, այսպես, քաղաքական վերլուծություն, ռուսը, թուրքը, վրացին, այսպես, այս երեխեքը թերթում են, ընկնում են մի հատ ինչ-որ, չգիտեմ, comedy woman, այսպես խնդում են, մնդում են, կամ իրենց ախմախությունները, կամ իրենց ցինիզմը, կամ ասենք այս ռաբիզը, կամ մի բան, որն իրենց պիտի զվարճացնի, մի բան, որը դեպրեսիվ չէ։ Ընկնում են սրա մեջ։ Հետո այդ երեխան վաղը այսօր դառնում է 16-17 տարեկան, ասում են դու պիտի գնաս բանակ։ Այս երեխան բացարձակ ոչինչ չգիտի բանակի մասին։ Օրինակ, եթե չգիտեմ, իմ օրինակով ասեմ, օրինակ, եթե չգիտեմ, ինձ մնար, ասենք, ես լծակներ ինչ-որ տայն ասեին, դու ես որոշում։ Դու ես ալարկոտը բերցել։ Չէ, ալարկոտը չէ։ Ասեն դու ես որոշում, ես կասեի ժողովուրդ դպրոցից բանակ մի ուղարկեք դպրոցից բանակ։ Հիմա եթե գանք կամաց այդ թեմային, որ շատ երկար են գալիս, պետականության հիմնասյունը այս սրա համար առաջին հիմնասյունը, մենք նոր միտեղ հանդիպման ենք, մոտ 2 ժամ վիճեցինք, շատ քաղաքակիրթ վիճեցինք, շատ սիրուն վիճեցինք այդ հարցով, որ տունը կտուրից չկառուցելու համար այդ պետականության հիմքը առաջնահերթ պիտի լիներ մանկապարտեզը։ Մանկապարտեզը, պարզապես։ Դուք ուզում եք աշխատել 20 տարեկանների հետ, դուք ուզում եք աշխատել ազգային գաղափարախոսությունը տանենք բանակ, ասում եմ ժողովուրդ բանակում 18 տարեկան երեխեք են, 18 տարվա քեզ անծանոթ մշակույթ, 18 տարվա քեզ անծանոթ դաստիարակություն արդեն արմատացած, շատ դեպքում սխալ ձևավորած, շատ դեպքում սխալ ռաբիզը մեջ ասենք, չգիտեմ ენი մեջ ասենք, սերիալներով դաստիարակված կամ փողոցով իրար ծեծելով այդ փողոցային ասենք, այդ չգիտեմ այդ լեքսիկոնով լեզվի մասին բացարձակ տեղեկություն չկա, պատմություն չկա, ոչ մի բան չկա։ Դու այնտեղ որ տանես ասենք այդ ինչ ես փոխելու 18 տարվա մեջ, դու ուզում ես 15 հարգանի շենքում կառուցել ընդամենը մի հարգանի շենք, որի անունը պետականություն, բայց այդ մի հարգանի շենքը կառուցել է գուցե քեզնից տանի 5 տարի, բայց այդ 15 տարվա 15 հարգանի շենքը անպատմութանշել է քեզանից տանելու է 100-200 տարի։ Այսինքն երկարաժամկետ այսպես ծրագրով ես չեմ հիշում ճիշտ ասած անցյալ անգամ սրա մասին խոսեցինք թե չէ, բայց հանկարծ չկրկնեմ, բայց երկարաժամկետ այսպես եթե նայում ես պետականությանը որպես ապահովություն ժողովրդիդ ու սերնդիդ ապահովություն, հա, եթե ուզում ես այսօր չկործանվել զենքար, եթե ուզում ես քո թորները չկործանվեն, գիրքար, հասկանում ես, եթե ուզում ես քո երեխաները չկործանվեն, հոբ համակարգ, ուզում ես դու չկործանվես, հոբ համակարգար, եթե ուզում ես քո երեխաները ապրեն, ոչ թե չկործանվել, այլ ապրեն, չմեռնելն ուրիշ բան, ապրելն ուրիշ բան է։ Այսինքն ուզում եք չմեռնել, թե ուզում եք ապրել։ Սա ինստինկտային ինչ-որ պատերազմ է, որ այսօր էլ չմեռնենք, լավ կլինի, վաղն էլ Եթե դուք երկարաժամկետ ուզում եք, որ ձեր սերունդն ապրի, մանկապարտեզ կառուցեք։ Եթե ուզում եք, որ պարզապես չմեռնեք, չգիտեմ, հոբ համակարգ հավաքեք, առավել ևս, որ այդ համակարգը, չգիտեմ, անցյալ անգամ խոսեցինք, թե չէ, առաջին հոբ համակարգը հավաքել էր Համո Յոլյանը Գորիսից, օրինակ է, սա հիշեցնելու համար։ Այսինքն այդ ամեն ինչի մեջ ձեր ձեռքը կա, դուք կարող եք հավաքել։ Սկսած առաջին անօթաչու այդ թռչող սարքերից, որը 39 թվականին հավաքեց Չաչիկյան Ռուբենը, մինչև այսօր դուք պատերազմում եք, դուք պատերազմի մեջ եք, բայց երկարատև պատերազմների հետևանքը հենց մանկապարտեզ չունենալն է, որովհետև սրանից 100 տարի առաջ Համիդյան ջարդերի նախաշեմի կամ չգիտեմ 100-ից ավելի իհարկե, կամ չգիտեմ Երիտ թուրքերի ժամանակ, կամ չգիտեմ ցեղասպանության ժամանակ, երբ որ ինչ-որ մեկն ասել է ժողովուրդ, եկեք գիրք կարդանք մանկապարտեզ, կառուցենք, ասել են թուրքն եկավ, հասավ մեր դուրը, դու ասում ես եկեք մանկապարտեզ կառուցենք, որովհետև 100 տարի առաջ էլ են նույնը ասել, որովհետև 200 տարի առաջ էլ են, որովհետև այդ նույն ժամանակաշրջանում մարդիկ ինստինկտային պայքար են տվել այսօր չմեռնելու համար։ Գոնե մի շաբաթ ավել ապրենք, գոնե 10 օր կամ 15 տարի ավել ապրենք եւ դրա համար կարելի է 5000 երեխու բրթել առաջին սահման, ասել գոնե մի 5-10 տարի էլ ավել ապրենք։ Բայց որ մտածում ես, այդ 5000 երեխուց հետո գալու եք 25, 30, 100, 1000, ասենք սերունդ է գալու, դուք չէ որ դրանից առաջ էլ միլիոնով եք տվել այդ սերունդը։ Եվ տվել եք ոչ թե 18 տարեկաներ, այլ տվել եք մանկապարտեզից մերում անուկից, տվել եք այսպես։ Մանկապարտեզ ասելով իհարկե ընդհանրելի հասկանում եք այլ դաստիարակություն, այլ կարգություն։ Մանկապարտեզ ասելով նկատի չունի շենքը դարձում եւ այլ մարդ ձևավորվի, որ այդ հավերժական խնդրից բրցնենք մի օր։
Ուրիշ տեսակ կա։ Արծրուն ջան, տես, չգիտեմ հիմա կա թե չէ, բայց ընկերս էր պատմում, ասում էր վստահ եմ ասում, ասում էր Պարսկաստանում, երբ որ երեխան ծնվում է, հորը թողնում են ներս, առաջինը հորն են թողնում ներս, սա շահի ժամանակ չգիտեմ, չեմ կարող ասել։ Հայրը մտնում է ներս, նորածնին առաջինը պիտի գրկի հայրը։ Հայրը վերցնում է նորածնին ու ականջին շատ հանգիստ առանց գոռալու շշնջում է բարև։ Ես քո հայրն եմ։ Քո անունը ինչ ցույցած անունը Մուհամեդ օրինակ համար։ Այս պետությունը կամ չգիտեմ անվանում են, ընդհանրենք Իրանը քո հայրենիքն է, Ալլահը քո Աստվածն է, չկա որևէ Աստված Ալլահից բացի։ Նորածին երեխա, ոչ տեսնում է, ոչ լսում է, ոչինչ նա չի հասկանում, բայց մարդիկ սխալվում են, երբ որ ենթագիտակցությունը հետին պլան են մղում։ Մարդիկ չգիտեն ենթագիտակցությունը ինչերի է ընդունակ եւ նորածինը ոնց կարող է 30 տարեկանում հանկարծ պատկերավոր այսպես հիշել, որ ինչ որ մեկն իրականչին բան է ասել։ Դու տեսել ես ալմոդորակայինների նկարները, որ մարդիկ փորձում են նկարել։ Եթե աշխարհով մեկ ասենք ինչ որ նկարներ են նկարում անդադ, ուղիղ գլխով աշկերն այսքան մեծ, ասենք հա, անդադ նույն պատկերն են նկարում։ Նկատել ես, որ անդադ նույն պատկերն են նկարում։ Արդյոք մի հոգեբան շատ հետաքրքրվեց սրանով։ Լուրջ հետազոտություններ էր արել մարդը։ Եվ պարզել էր, ինչու են ալմոնորակայիններ իբր թե տեսած մարդիկ միշտ նույն նկարը նկարում։ Գիտես ովեր են նկարում։ Գիտես ում են նկարում այդ նկարում։ Այս հոգեբանը պարզել էր, որ նորածին աշկերը բացում է ու տեսնում է իր մորը, ինքը չի կարողանում ուրվագծել։ Ինչ որ sense շորաղոտված բան։ Նորածնի ենթագիտակցության մեջ տպավորվել է մոր պատկերը, ինքը չի կարողացել ուրվագծել, ինքը աշկեր չի տեսնում, այսինքն նորածինը ոնց որ ընկալել է մորը, այդ ենթագիտակցության մեջ որ իրան թվում է որ մեկ իրան գողացավ, իրան տարան էլ մոդորակայինը, ինքը մի, այսինքն մտավ ուրիշ աշխարհ ստե ինչ որ մարդ տեսավ, իր համար ուրիշ մոլորակ է։ Ինքը անծանոթ, իրեն անծանոթ ինչ որ մեկին եթե պիտի նկարագրի, հա, ասենք չգիտեմ, ինձ տալն ալմոդորակայինն, մենք այդ մարդուն ասում են գիժական խելարաչի։ Այդ մարդը միանգամից նկարագրում այդ կերպարը։ Այս հոգեբանը շատ հետաքրքրեց, ինչու՞ Ինդոնեզիայում ուրիշ ալմոդորակային չկա, չեմ հասկանում։ Այս բոլորը նույն տեղն են գնում։ Աշխարհին ծերեն, բոլորը նույն նկարն են նկարում, պարզվեց որ ինքը սանով հաստատեց, որ երեխան երբ որ աշկերը բացում է, ինչ որ տեսավ, ինչ որ լսեց, ինչ որ ասեց, սա միանգամից մնում է ենթագիտակցության մեջ։ Դու Վարդանն ես, դու ենթադրենք չգիտեմ, ես ինչի տղեն ես, դու Սամվելի տղեն ես կամ չգիտեմ ինչ, օրինակ կարևոր չի։ Հայաստանը քո երկիրն է, հա, միանգամից գրում ես, ոչ մի բան դեռ գրված չի, միանգամից գրում ես։ Ես քո հայրն եմ, իմ անունն է սա, ասենք դու քրիստոնյա ես, հա, չկա որևէ Աստված Քրիստոսից բացի, օրինակ է։ Վերում ես, այսպես բացատրում ես ու դու տեղյակել չես, որ դա սկսում է աշխատել։ Դե նույնտեղ մարդկանց էլ են ծրագրավորում չափահաս։ Դե տես ծրագրավորեցին հեռուստատեսությունով, հետո եկավ 91 թվականին ծրագրավորեցին, եթե քիչ սովետական նույնության այդ քանդվելու տարիներին շուտ Պավել Գլոբաներ եկան, հա, այսինքն Չումակն եկավ, Կաշպիրովսկի եկավ, այդ Չումակը ջրետ ինչ-որ գործ էր անում, այսպես չգիտեմ, այդ Կաշպիրովսկին, հետո հանկարծ ալմոդորակայինները սկսեցին գալ Կոմսոմոլսկայա Պրավդա թերթ ունեն սովետականությունը, հիշում եմ, մեր տունը Պապանստանում էր։ Անընդհատ ամեն հոդվածում մի բան գտնում են, ինչ-որ մեկ էս աշկերով սա է վառում, այսինքն ուղղությունը sense միանգամից տարան, այսպես ենթագիտակցաբար ոնց են աշխատում հասարակության հետ։ Ինչն է ամենավտանգավորը դրսի պետության համար, ասենք մեր հարևանների համար ինչն է ամենավտանգավորը, որպեսզի մեր տան ներսում հնարավորինս հանկարծ եւ հանկարծ չգեներացվի այն պոտենցիալը, որտեղ աշխատում են ամեն տարբեր անկյուններում եւ հանկարծ ինտելեկտուալ զանգվածը մաքսիմում չհատի 2-3%-ի շեմը, որտեղ եթե սկսեց հատել, սա դառնում է վտանգավոր։ Ես չեմ խոսում արդեն 7-8, որտեղ երբ որ վերցնում ես հայերի արածը բոլորի համար, հետո փորձում ես դա տեղավորել մի ինչ-որ փոքրիկ պետության մեջ արդեն, հա, դեռ պետականությունն էլ ենք թողնում մի կողմ, ստացվում է Պանդորայի արքա, գիտես։ Ես այսպեսի ստացվում է վտանգավոր մի այսպեսի հոդվածի մասին եմ լսել, անձամբ չեմ կարդացել, մի 10-15 տարի առաջ Թուրքիայի մի հոդված է լույս տեսնում, ասում են հայերի մեջ ինտելիգենտների թիվը շատ է, դա վտանգավոր է մեզ համար, հարկավոր է մի բան անել, դրան գնան այդ երկրից։
կրթությունը նվազի։ Ձեր ասացի Դե հաստատում։ Օսմանյան կայսրությունում արդեն տենց էր։ Օրինակ պարսիկները տենց չէ, այդպես չէին մտածում, հա, որովհետև պատմությանը եթե նայենք, ճիշտ է, դեռևս Շապուի ժամանակներից են Աքեմենյան Պարսկաստանում դեռևս այդ բռնի տեղահանումներ եղել են միշտ էլ, հա, որովհետև հետո Պարսկաստանը երբ որ ընկավ արաբական խալիֆայության լծի տակ, այնտեղ արդեն 100 հազարավոր հայեր տեղում մահմեդականացվեցին։ Նույնը եղավ Օսմանյան կայսրությունում։ Հիմա եթե ես հրաշքով, նո ես դրա հնարավորությունները չունեմ եւ կարծում եմ որևէ մեկը գոնե երկրագնդի վրա որևէ մեկը չէ վերևում միայն նա գիտի։ Եթե հրաշքով կարողանանք, ասենք, այսպես ոչ թե խմբագրել, վերակառուցել մեր տոհմածառ, այսպես 0-ից, ասենք, ով մեծ, միայն դու գիտես, դա մի հատ մեծ ցույց տուր մեր տոհմածառը, ինչ 10 միլիոնի մասին էր խոսքը։ Ես ընդհանուր թիվն եմ ասում 11-12 միլիոն, այսպես աշխարհով որ ասում են 100 միլիոնների մասին խոսք, այսինքն նրանք որ մահմեդականացվեցին Պարսկաստանում, հետո նրանք որ գնացին Հնդկաստան, նրանք որ գնացին Եվրոպա։ Հիմա այդ անունները որ տալիս ես մորտիկ ասում են Էդուարդ ջան։ 1000 թվին 10 միլիոն ենք եղել։ Խազոտ տարում ինչքան կլինենք ժողովուրդը։ Ախր գիտես ինչն է, սովետական կարգերի հաստատումից հետո լավ թիվն էլ չասենք սովետ, բայց գոնե վերջին տասնամյակներում, ասենք 6, 7, 8, 9 տասնամյակներում, չգիտեմ, այ մարդ ես մեր բնակչության թիվը ոնց նայում ես։ Ես որ դպրոցական էի նույն թիվներ ինչ որ հիմա։ Ասում ես լավ է, շուտ 70 քանի ոչ ճիշտ եմ, ոչ բարձրանում, ես ինչ 2.5 միլիոն, 27 միլիոնի 3 վերևից սահման է դրած էլի։ Լավ, ասում ես ոնց ասենք հատուկ որոշած, մարդը համար գնացին դուրը ծեծեցին, բարև ձեզ, քանյոքի կա գրանցված, քանյոքի չեն գրանցված, ասենք, նայում ես Հիմա որ մարդը համար անեն, օրինակ ես չգիտեմ, ասենք արդեն այս հնդիկներով, ռուսներով ինչքան մարդ կա այստեղ գրանցված, հա։ Այդ նույն ձևի եթե հետ գնային միայն Օսմանյան կայսրությունն ու Պարսկաստանի մասին է խոսքը, կարողանային հրաշքով այսպես վերհանել մեր ազգի տոհմածառ, ասել, եկեք հաշվենք թիվը եւ հաշվենք ամենակարևորագույն բնագավառներում գոնե այս երկու երկրների, հա։ Օրինակ Իրանի մշակույթը ես համարում եմ մշակույթներից ամենայն զորավոր մշակույթ ունեն, շատ սիրուն լեզու ունեն, շատ շքեղ մշակույթ ունեն, Իրանը վերջապես են, չգիտեմ էլի, ես շատ սիրում եմ այս մշակույթը։ Դե հներից մնացած միակ պետությունն է, որը քիչ է տատանվել, մենք ենք, բայց կորել ենք, եկել ենք, ուրիշ չկա։ Եթե հետ գնանք Իրանի պատմության մեջ եւ Իրանում սա գնահատում են Իրանում ի տարբերություն Օսմանյան կայսրության, որ ոչ թե Օսմանյան կայսրության, այլ ժամանակակից Թուրքիայի հանրապետության, որ փորձում են այսպես ջնջել հետքերը, հա, այսպես Իրանում սա գնահատում են, օրինակ ես 4-րդ գիրքը որ հավաքում ենք, այնտեղ միայն կանայք են դուք գիտեք, հա, մենք մի կնոջ հանդիպեցինք, շատ հետաքրքրեց այդ կինը, անուն ազգանունը գրեցինք, փորձեցինք հայերեն ինչ-որ մի երկու նախադասություն գտանք, ըստ երևույթին գիտեին Հայաստանում, չգիտեմ ով էր գրել ինչ-որ, բայց 2-3 նախադասություն ծննդյանթիվն էլ սխալ էր գրած։ Ես մտածեցի, որ հնարավոր չի այս տրամաչափի կինը չունենա որևէ այսպես աղբյուր պարսկերենով։ Հայաստանում բնական է, ոչ գիտենով, ոչ անունը ոչինչ չի ասում։ Փորփրեցինք, հանդեցինք եւ մի ամբողջ գիրք գտանք պարսկերենով։ Ստիպված եղանք թարգմանել այդ գիրքը, մոտ 10-15 օր միայն մի հոգու 2-3 էջ ստանալու համար 10-15 օր թարգմանություններ արեցինք պարսկերենից։ Պարզվեց այս կինը համարվում է ժամանակակից Պարսկաստանի ժամանակակից կրթության հիմնադիրը։ Կին, որը ժամանակին բացեց առաջին մանկապարտեզը, դպրոց չբացեց, մանկապարտեզ բացեց։ Այն ժամանակ դեռևս հա Պարսկաստանում հետադիմական Պարսկաստանում ճիշտ է շքեղ մշակույթ ունեն, բայց ասում են սիրելի պարսիկներ, անուն արդարության, եկեք առաջին թատրոնի մասին ոչինչ չգիտեին։ Կինոն, կինեմատոգրաֆիան, պարսկական կինեմատոգրաֆիայի հիմնադիր ունեն, պարսկական կինոյի հիմնադիրը։ Իմիջիայլոց այս պարսկական կինոյի հիմնադիրը շահի հետ երրորդ ֆիլմ երբ որ նկարում է, շահի դուրը չի գալիս, այսպես Վանյանովան այսպես դուրս է անում, Վանյանովան ասում ես ոչինչ չի ասում Արծեն ջան։ Սա կարող է Google-ի օգտատեր լինել, կարնվազը մի 20-30 հազար Վանյանովան ես ունենք Հայաստանում։ Այսինքն դու որ ուզենաս փնտրես ոչինչ չի տա, եթե չբերի հղում է ինձ, օրինակ։ Գնում է Հնդկաստան, Հնդկաստանում հիմնում է առաջին դերասանական դպրոցը։
դերասանական դպրոց է բացում, մարդը մտածում է դե այստեղ էլ ոչինչ չկա, Հնդկաստանում էլ հետադիմական, այսպես է, ու պատմում են, որ մի 7 տարեկան, այսպես մի քիչ եթե կարելի այսպես կենցաղային լեզվով ասել, 3 առած երեխայի են բերում, չքավոր ընտանիքից, ասում են վարպետ, տես կարողանաս այս լացիրակից մի բան ստանալ, էլի թող կա դպրոց, այսպես գիտես այդ երեխային այսօր ամբողջ աշխարհն է ճանաչում հարցնում, բայց մեր տղայի անունը ոչ մեկ չի լսել, նույնիսկ հայերը չեն լսել, տղան դառնում է Ռաջ Կապուր, այսինքն ոնց կա Ռաջ Կապուր, տենց էլ մնում է, հիմա ում էլ ասես Ռաջ Կապուր, գոնե աշխարհում եք գիտեն, հա Ռաջ Կապուրին, հնդիկներն էլ գիտեն, դրանք էլ գիտեն, այս ամեն ինչ, այս պոտենցիալը, երբ որ բերում ես, համատեղում ես, ասես մի տեղում, ասում ես լավ, մենք մեր տունն ունենք, 91 թվական, անընդհատ կասեք հայ բյուզանցիա, հայ ռոմեական կայսրությունը, այլ պետականություն չենք ունեցել, դո քրիստոնեությունը խանգ արեց, դուք ձեր լեզվով եք դավանում, այդպիսի դավանություն ունեք, ես դրան դավանություն եմ ասում, արտը խախուտ, մահանեն կարկուտ, դուք խոսքեր ունեք, որ ինքները ձեզ դավանում եք, դուք չէիք ասում, ոնց որ գեղին նախիրը ընեցել մեր մոզին, այսինքն դուք որ ասում եք, սա դարերի ընթացքում եկած մի բան է, որտեղ խաղաց այնտեղ կաց, հա, որտեղ խաղաց այնտեղ, ես չգիտեմ ուրիշ որևէ այլ ազգի մեջ կա այդպես արտադրություն, որտեղ գեղի նախիրը, այնտեղ մեր մոզին, ով է, մենք փալան, ասենք, այսպեսի ապուշ արտահայտություններ, ու պատկերացնում ես, ասում ես, ժողովուրդ, այն գիտությունից, տեխնիկայից, նույն Օսմանյան կայսրությունում, նույն Պարսկաստանում արդեն ասացի առաջին թատրոն, առաջին կին վիրաբույժ, առաջին, չգիտեմ, աստղագետ, ասենք, մեր Ալեն Ուշտերյանը համարվում է Պարսկաստանի աստղագիտության հիմնադիրը, բան ունենք, Պարեջիշմիշ ունենք, այն կինն էլ Թուրքիայի մերձում է, բայց գնաց դարձավ Մեքսիկայի աստղագիտության, այսպես են երևելի դեմքերից։ Հիմա բերում ես այս ամեն ինչը համատեղում ես, միտեղ ասում ես տունը տվեցին 91 թվականին, ամեն մեկ այդ մի փոքրիկ սենյակ վերցրեցիք, ոնց որ առաջ վարձով էիք ապրում, այդպես վարձկանի հոգեբանությամբ էլ մտածեցիք, ոչ մեկ։ Եկեք 2 րոպեում ամփոփենք այս մեր ասելիքը, որտեղ մեր եթերաժամը սպառվում է։ Ասելիքը շատ ամփոփենք, էլի կհանդիպենք այսօրվա թեմայի զրույցը։ Քիչ ժամանակի մեջ միևնույն է չենք տեղավորվելու։ Գիտես որ մեկ-մեկ ասենք ինչ որ մի այն որ ասում են որն է լուծումը կամ ասում են սիրելի ժողովուրդ ակադեմիական, ասենք, վերլուծության խնդիր, դուք ասում եք մի րոպեում, 2 րոպեում այդպես հարցեր չի լուծում, ոչ դրա պատասխանը կա։ Պետականությունը ներքին ենթագիտակցության մեջ ազատության գաղափարն է, պետությունը ընդհանրապես սահմաններ են գծված, որտեղ ապրում է տվյալ ժողովուրդը։ Աշխարհի երեսի կան 100 հազարավոր կամ չգիտեմ քանի պետություն կա, օրինակ հիմա թիվը չեմ ասում, բայց պետականություն քանիսն ունեն։ Քանիսն է պետականության գաղափարագիր։ Երբ որ Միքայել Նալբանդյանը գրում էր ազատություն գոչեցի, այդ մարդը ինչի՞ չէր գրում անկախություն գոչեցի։ Այդ մարդը չգիտեր անկախության եւ ազատության գինը։ Այսինքն անկախությունը քեզ կարող է հենց այնպես նվեր ընկնել, որովհետեւ սովետական միությունը փլուզվեց, բայց ազատությունը դա ներսի պատերազմ է, ներսի հաղթեցիր ինքդ քեզ։ Կարողացար Արցրունի հետ ընդհանուր համաձայնության գալ, մինչև ինքդ քեզ չհաղթես, Արցրունի հետ ընդհանուր համաձայնության գալ չես կարող։ Այս դեպքում եւ դու եւ Արցրունը կարող եք ապրել անկախ երկրում, բայց որովհետեւ երկուստ էլ հեռու եք ինքնաճանաչողությունից ու ինքնայդպես, գիտես, այստեղ եսասիրության եւ ինքնասիրության նույն սահման կա։ Ինքը շատ ալեգորիկ գուցե ես չեմ կարողանում այդպես մի քանի բառերի մեջ տեղավորվել, բայց պետությունը կորցնելուց առաջ մի օր երբևէ կորցրել եք պետականությունը։ Այս սա է սրա հետևանքը։ Պիտի փորձեք այդ կորցրածը հասկանանք, ինչ են կորցրել եւ դուք կորցրել եք ազատությունը, ինչի արդյունքում կորցնում եք նաեւ վերականգնել սկսած նաեւ ձեր ասած մանկապարտեզից, որպեսզի այս հավերժական խնդիրներից մենք ազատվենք։ Մեր եթերաժամը սպառվեց, շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար, իսկապես երբ որ մենք զրուցում ենք, ժամանակը չի երիքում, էլի կհանդիպենք։ Երգի եթերում հիշեցնեմ, որ վերելք հաղորդաշարը հյուրընկալեց Էդուարդ Մանվելյանին։ Մինչ նոր հանդիպում։